Թե ինչ ժողովուրդ բարև ձեզ, ասեմ իմանաք, այսօր մեր երրորդ օրն է, որ ես գտնվում եմ Իջևանում, ես շատ շնորհակալ եմ բոլորից, շատ լավ խումբեր, շատ լավ մարդկանց հետ եմ ծանոթացել, շատ լավ ժամանակ եմ անցկացրել 2 օր, այսօր երրորդ օրն է, այսօր էլի նկարել եմ արդեն, մի 2 րոպե ձայնը չկա, բայց դրանից հետո շատ հետաքրքիր պրոցեդուրայան, հենց որ նայեք, չեք փոշմանի, անպայման նայեք մինչև վերջ ու բան արեք, ժողովուրդ ջան, ու գրեք կոմենտարիաներում ձեզ դուր գալիս է իմ նման տիպի վիդեոները, թե ոչ, անպայման խնդրում եմ գրեք մեկնաբանություններում, որ ես իմանամ ինչ նկարեմ ձեր համար, ինչ անեմ, հիմա մենք այդ պրոցեդուրաները անցել ենք, ես էլ եմ անցել, շատ հետաքրքիր է, բան կանեք, հիմա արդեն գնում ենք դաշտ, թե ինչ, գնացինք։ Հետո գալու են մյուս մասնակիցները։ Իսկ մենք գնում ենք, մնացած 12-ը գնում ենք ռեյտինգի, սպասում ենք, որ մեզ կանչեն, մենք էլ կգնանք այդ պրոցեդուրան կանցնենք։ Ու այսպես հագեցած երրորդ օրն արդեն, որ սենց մասնակցում ենք ստեղ, շատ մեծ բավականություն ենք ստացել, ես շատ շնորհակալ եմ բոլորից, գեղեցիկ տեսարժան հայրերով, ստեղ մեր գեղեցկուհիները պարում են արդեն, բոլորը երջանիկ են, բոլորը։ Մեր սիրելի Լիան,
Հիմա այս գեղեցիկ տեսարանում մեզ սպասում է մեր սիրելի տիկինը ու անցկացնելու ենք ռեյտինգ, դա? Ռեյտինգ։ Սկսում ենք հիմա արդեն։ Հա։ Всё, փաստորեն առաջինը ես եմ, ժողովուրդ ջան։ Էս ոնց է լինում, որ միշտ առաջինը ես եմ լինում։ Հա։ Հետո կհանեմ արևս։ Դե ասեք, երբ եք ծնվել, օրը, ամիսը, ամսաթիվը։ 1957 թիվ, հունվարի 4-ին։ Անունը ձեր, Անժելա ազգանունը, Բաղդասարյան։ Խաչիկի, եթե հայրանն էլ պետք է։ եւ ձեր մամայի անունը։ Ամալիա, Մի րոպե մի հատ վերիվ թվերի հաշվարկը անեմ ու սկսենք խոսել իրար հետ, Այո։ հա։ Հիմա փորձենք ձեր մատրիցան կազմել ու բացատրել ով եք դուք։ ինչը կազմենք։ Ձեր մատրիցան, Մատրիցա- մատրիցան։ Հիմա կտեսնեք Ինչա ինչը։ նշանակում, հա։ Ահա։ Ես առաջի անգամ եմ ճիշտ ասած։ Եզերքից եկող ձեր թվերը հիմա ես ֆիքսում եմ ու բացատրում եմ ով եք դուք։ Որտեղ մարդը երբ որ ծնվում է, Ահա։ այդ թվերը ծնված պահից սկսած բոլոր թվերը իր վրա աշխատում են։ Անուն, ազգանուն, հայրանուն, մայրանուն, դրանք բոլորը աշխատում են։ Աշխատում եմ։ Հիմա ես այդ կապը լրիվ ձեզ ցույց կտամ ու Ահա։ կասեմ ով եք դուք։ Դուք բարձր վիբրացիայով մարդ եք, 9 բալանի մարդ եք, ձեր վիբրացիան այնքան բարձր է, դուք ոնց որ բոլորին սովորացնեք, հասցնեք բարձր մակարդակի։ Ու բոլորին լավություն եք անում, դուք չեք կարող լավություն չանեք, անկախ ձեզանից, ոնց որ ուզում եք փորձում եք հասցնել մինչև վերջի, բայց դուք չափի մեջ եք, երբեք ձեր ռամկաներից դուրս չեք գալիս ու դուք օրենքով պիտի լիդեր լինեք, ձեր ամիսը։ Դուք քույրեր եղբայրներ եթե ունեք, իրանց անընդհատ ոնց որ էներգիա պիտի տակ, ուժ պիտի տակ, դուք ամբողջ կյանքում պիտի իրանց օգնեք։ 12 տարին մեկ ծնվում են աքլորներ, աքլորի տարի եք դուք ծնվել, ամենաուժեղ սերունդներն են 12 տարին մեկ։ Աքլորի վատը չի լինում, ես էլ եմ աքլոր, մենք իրար տարի Հա, չենք։ իրար ուրեմն կհասկանանք։ Դուք ձեր թաքուն երազանքն է, որ դուք կարալևայի նման նստեք, ձեր կողքը բոլորը ձեր ասածները անեն։ Դա ձեր թաքուն երազանքն է, որ կարող եք իրականացնել։ Բան լսեցի։ Ժողովուրդ ջան։ Եզերքի գիտելիքներին շատ եք հավատում, էքստրասենսոր հատկություն ունեք։ Դուք ձեր լիդերությունը նայեք, ձեզ ցույց եք տալի, որ բոլորին օգնում եք, բայց օգնելուց բացի դուք պիտի երևաք անդադ, ձեզ պիտի անդադ նշեն, դուք Ես ցույց չեմ տալիս։ Հա, բայց ձեր թաքուն երազանքն այդ շոյվելու process-ը պարտադիր է ձեր համար։ Բալիկներ ունեք։ 2 հատ, մի տղա, մի աղջիկ։ Աստված պահի։ Ձերն են։ Ամեն ինչ նորմալ է։ Հիմա նայեք։ Ձեր պապայից այս մնացած թվերն էլ հավաքեմ ասեմ ու ձեր պապան անդադ բացական միտք ունի։ Ինչ ասում է հակառակ բանն, ինչ ասում եք հակառակն ասում։ Դուք իրան չեք կարողանում բերեք ճիշտ։ Բայց պապաս չկա։ Կապ չունի։ Հա, Ինչև է տեղած ժամանակ։ հա։
նայեք, ձեր տրամաբանությունը 14 տարեկանից հետո Ահա։ ձեր տղամարդկային տրամաբանությունը շատ ուժեղ զարգացել է։ Ձեր աշխատունակությունն է փոխել, ձեր միտքը շատ լավ է աշխատում։ Ոնց որ մեկից ավել, երկու հոգու տեղ միաժամանակ կարողանում եք մտածել։ Ինչ մտածում եք, մինչև վերջ հասցնում եք, երբեք կիսատ չեք թողնում։ Ու դա հիմնականում ձեր տրամաբանությունն է պատճառը։ Իսկ ինչ մասնագետ եք։ Հաշվապահ։ Ես էլ եմ հաշվապացավը տանում։ Մինչև հիմա աշխատում եք։ Չէ, չեմ աշխատում Ես հիմա։ աշխատում եմ մինչև հիմա։ Նայեք, ամեն դեպքում ձեր տրամաբանությամբ եք դուք հաշվապահությունը ձեր առաջ տարել, ձեր ունեցած հաշվապահությունը։ Իսկ մամայից մի րոպե այստեղ թիվը չերևում գրել եմ 4 11 ձեր մամայից ձեր ուղեղի աշխատանքը շատ հետաքրքիր մամա եք ունեցել, իր խոսքը ուժ է ունեցել։ Այո։ Մտքով էլ մտածել է անպայման առաջագնացել։ Դուք դա յուրացրել եք իրանից, ինչքան հիշում եք իրան, այնքան ձեր միտքը ավելի արագ է աշխատում։ Ճիշտ Ու է։ դուք շատ լիքը մտքեր, գաղափարներ ոնց որ անդադ առաջ տանեք։ Ճիշտ է։ Ոչինչ շատ հետաքրքիր մարդ եք։ Չունեք ութ ցեղին պատասխանատու չեք բավարար, բայց ձեր ցեղին պատասխանատու չեք, բայց եթե քույր եղբայր ունեք, իրանց անպայման պիտի օգնեք։ Դուք այդ ծրագրով եք եկել։ Դե եզերքը ձեր շատ է սիրում, ձեր թվերը շատ լավն են։ Ուրիշ բան էս պահին չասեմ, որտեղ ամենակարևորները ասեցի, ամենահզոր մարդկանցից եք, 12 կենդանակերպերից ակրորի տարի եք ծնվել, լիդեր եք ու չափի մեջ եք, երբեք ձեր չափը չեք կորցնում։ Եկեք հիմա ձեր սեանս անենք, ռեյկի սեանս։ Շնորհակալ եմ։ Հիմա կտեսնեք ռեյկի սեանսը Ինչ է, հա։ Գնաց։ Չգիտեմ ինչա, ու առաջի անգամ եմ։ Հիմա պարկելու եք, Պարկե։ Որտեղ։ այստեղ։ Տեղ։ Ահա։ Գլուխը այս կողմ, ոտքերը այն կողմ։ Գլուխը ստեղ է գալու։ Այն կողմից մոտեցեք պարկետ։ Էս հանեմ։ Այո, հանեք, ես եկա հանեմ։ Սենց։ Ոտերը չանեմ, չէ։ Պիտի հանեք։ Հա, մեկի թաց անձեռնոցիկ չենք բերել։ Մի նեղվեք։ Հիմա աչքերը փակած այստեղ եք նայում ու գույն եք տեսնում։ Ու ասում եք ինչ գույն եք տեսնում։ Ինչ գույն եք տեսնում։ Դերին սենց կանանչավին։ Դուք ձեզ շատ եք սիրում, չէ՞։ Այո, Ու սիրում եք, որ համով ուտեք, չէ՞։ շատ։ Կարմիր գույն տեսա արդեն։ Ձեր ողնաշարը շատ է հոգնում։ Շուտ է հոգնում։ Եթե աշխատում եմ, ոչ, եթե նստում եմ, հոգնում եմ։ Խնդիր ունեք, էլի։ Հիմա փորձեք գույն տեսնել։ Կարմիր։ Չէ, խնդիր ունեք, սեռական օրգաններում ու ողնաշարում դուք հիմա խնդիր ունեք։ Հիմա ես որ սեանս անում եմ, ինքը աշճանաբար պիտի մաքրվի։ Դուք բավականին կպնդանաք, ձեզ անկախ ձեզանից հետ-հետ կզգաք, հանգիստ կզգաք։ Այսինքն ձեր ինդիան էներգիաները կարգավորեցին, հա։ Հիմա ձեռքերից տաքություն զգում եք, չէ։ Այո, շատ բաթա։ Հիմա ինչ գույն եք տեսնում։ Կանանչ։ Ապրես։ Հիմա Հաց սենց ռոզի։ Ոյ, սիրում եք, որ ձեզ սիրում են ու կոմպլիմենտներ են անում։ Հիմա ինչ գույն եք տեսնում։ Կանանչներից։ Ապրես։ Հիմա Կանանչ։ Օհո, կանաչ ես կերել այսօր։ Էլի կանաչ է։ Էլի կանանչ։ Հիմա
Կանանչ, Էլի կանաչ։ կանանչ, կանանչ եմ տեսնում ունա։ Շատ լավ է։ Այդ որ ձեզ շատ եք սիրում ու ձեզ պաշտպանում եք անընդհատ։ Հիմա փորձեք դու տեսնել։ Կանանչ, Էս ինչ հետաքրքիր աղջիկ ես։ Հենց Պետուխ ես, է՞։ կանանչ, Ապրես։ Հիմա կանանչ եմ տեսնում։ Հիմա Կանանչ, հիմա կանանչ, կանաչ հետաքրքիր աղջիկ ես։ կանանչ, Ոնց որ դու մտածում ես, քո կողքն է պտտվում մոլորակը, ոչ թե դու ես մոլորակի վրա։ կանանչներից, Հիմա պիտի խնդրեմ, որ փորի վրա պտտվես։ Կպտտվես փորի վրա։ չեմ լսում։ Ասում պտտվի փորի վրա հիմա դանդաղ հանգիստ պտտվի։ Ոյ չեմ կարա պատկերեմ դիսից։ Կարաս, կարաս։ Հիմա էլի կանաչ ես տեսնում։ Հիմա հողագույն եմ տեսնում, մի քիչ կանանչ, բաց կանանչ, Հիմա էլի հողագույն է, օй։ Հիմա հողագույն էլի, նույն գույնն է մնացել, բա ուր գնաց կանաչը։ կանանչը գնաց, բայց կողքից բաց կանանչ է գալիս, Բացի կանաչից ուրիշ գույն չտեսած։ Ֆիալետովի պիտի տեսնես, սպիտակ պիտի տեսնես։ գլուխս պտտվեց, Ոչինչ, հեսա կկարգավորվի։ Լարվում ես, դրանից է, մի լարվի։ Ձեռքերից տաքությունը զգում ես։ Կարևորը զգում ես։ հա, Ուզես ինքը էներգիան մտնում է քո մեջ։ ձեր ձեռքերը շատ տաք է, Էդ է երևում է։ Ես քեզ սեանս անելուց եմ դա զգում։ բաց կապույտ է գալիս Այո։ հիմա, Ես քո գալուբույն, ձեռքերը բռնեցի, չէ։ հա, Շնորհակալություն Ռեյկի, շնորհակալություն Ռեյկի, շնորհակալություն շնորհակալ Ռեյկի։ եմ շատ, Դե հիմա վերկաց տեսնենք ինչ տեսար, հանգիստ դանդաղ վերկաց, մի վրազի։ այ, շատ հետաքրքիր էր լսում, Թեթևացար։ առաջի անգամ եմ սենց բան տեսնում, հա, շատ թեթևացա, շատ, Ինքը շատ կարևոր էներգիա է, դու հիմա այս էներգիան քո հետ անընդհատ տանում ես։ Դու հիմա ունես էներգիա, հենց ինձ հիշես, կամ Ռեյկին հիշես, ինքը այս քո մակուշկայից մտնում է։ 5 րոպեն մեկ ինքը անընդհատ է մտնելու քո մեջ ու քեզ էներգիա է տալու։ Հոգնած լինես, թույլ լինես, որ հոգնած լինես, թույլ լինես, ինքը քեզ միանգամից վերականգնում է։ Հիշում ես, այդա ինքը գալիս է այդ էներգիան։ Եղավ ջանես։ շնորհակալ եմ Տիկին Այդա, ուպրիկ կյանքոս Դու էլ դրսից ապրես։ առողջություն տա, շատ Շատ հաճելի է, հաճելի է։ հա, Ողնաշարը պինդ չի։ Դու պիտի անպայման վարժություններ անես, հատկապես նայում այս վարժությունը, նայ ծնկներդ էդի յոգայի վարժությունն է։ հա, սենց անեմ, Աթորից բռնվի ու տենց 108 հատ արա։ Այս մասերը կպնդանա, կթեթևանա, այս մասից մկանները շատ է բռնված, քեզ խանգարում է, ողնաշարից բայց ես խանգարում է։ օրը 10,000 քայլ անում եմ Կապ ավել, չունի քայլը։ հա, Քայլն էլ արա, հետ էլ արա, այսինքն աթորից կբռնվես ու տենց Հա։ որ ապահով լինես։ Ես առանց բռնվելու ես կրացած եմ անում, բայց դու աթորից բռնվի նոր արա։ Ահա, շնորհակալ եմ, քեզ երջան։ դե ինչ ժողովուրդ ջան, ինչպես տեսակ, ես այդ պրոցեդուրան էլ անցա, ես զարմացած եմ, որ ինձ նկարագրեց լրիվ անկես ինչպես ես կամ, իրոք մարդիկ այդ էներգիան զգում են ձեռքերով, թվերը ասելով, ես շոկի մեջ եմ, ես շատ շնորհակալ եմ այս ամեն ինչից,
չգիտեմ, այսքան ծանրաբեռված օր, այսքան հետաքրքիր օր, որ ես ունեցել եմ այս 3 օրը սենց խթացած, սենց հագեցած ամեն ինչով, ես զարմացել եմ, ճիշտ եմ ասում, ունենց որ հաճախեք, իմացեք ձեր մասին, ձեր տեղը, ամեն ինչ պետք է մարդ փորձի, էլի, ճիշտ եմ ասում։ Հիմա եկել ենք հիմա եկել ենք այդ երկրորդ մասը, որ անցնում են ջրի վրա։ Այդ մարդուն ներելը դա ճանապարհ է դեպի ազատություն, դեպի իմ սեփական ազատություն։ Ես ուզում եմ ազատվել բոլոր բացասական զգացմունքներից, որոնք ես զգում եմ այդ մարդու նկատմամբ։ Հիմա ես սկսում եմ հասկանալ, որ այդ մարդը չէր կարող այլ կերպ վարվել։ Շատ ճիշտ խոսքեր են, ժողովուրդ ջան, ես անցել եմ այս պրոցեդուրան, ես բարկացս տեղը, ես էլ ինքս որոշեցի, ասեցի ես ներելու եմ բոլորին, բայց կան մարդիկ իմ կյանքում, որ չգիտեմ, չեմ կարողանում ասեմ, էլի, կարողանամ ներեմ թե ոչ, բայց ես կաշխատեմ դրա վրա, կաշխատեմ իմ վրա, ու ես անպայման կփորձեմ, էլի, որ անցնեմ, որ անպայման ներեմ նման մարդկանց, չգիտեմ, ու երևի ես շատ մեծ բան հասկացա ստեղից, որ շատ տեղեր ես սխալվել եմ, ես կաշխատեմ իմ սխալները սուղղել, անպայման, երևի կկարողանամ ներեմ։ Որ նա այլ կերպ չէր կարող գործել։ Ես ներում եմ նրան և շնորհակալ եմ նրան այդ դասի համար, որ նա տվել է ինձ։ Ես ներում եմ նրան իմ հանդեպ կատարած բոլոր արարքներն ու մտքերը։ Ես ներում եմ նրան այսօր։ Ես ներում եմ նրան երեկ։ Ես ներում եմ նրան վաղը։ Սիրով ու շնորհակալությամբ ես ներում եմ այդ մարդուն և ընդունում եմ նրան այնպիսին, ինչպիսին նա կա։ Ես ներում եմ նրա մտքերը, խոսքերը և արարքները, որ ունեցել է իմ հանդեպ։ Ես ներում եմ նրա վերաբերմունքն իմ հանդեպ։ Դա դաս էր, և ես ընդունում եմ այդ դասը։ Ես ներում եմ այդ մարդուն, ներում եմ ողջ իմ անցյալը, ներկան և ապագան կապված նրա հետ։ Ես ներում եմ նրան իր խոսքերը, մտքերն ու արարքները բոլոր տարիների ընթացքում, որ ճանաչել եմ նրան։ Ես ամբողջովին և վերջնական մաքրում եմ իմ անցած վիրավորանքները։ Ես ներում եմ այդ մարդուն ամեն ինչ։ Ես կրկնում եմ ներման խոսքերը շատ ու շատ անգամ։ Սիրով ու շնորհակալությամբ ես ներում եմ այդ մարդուն և ընդունում եմ նրան այնպիսին, ինչպիսին նա կա։ Այժմ ես հիշում եմ նրա բոլոր խոսքերը, մտքերը, արարքները, որ կատարել է իմ հանդեպ։ Առաջ այդ արարքներն իմ մեջ առաջացնում էին։ Վայ, այսպես ժողովուրդ ջան, լրիվ աղջիկերքը սպասում են իրանց հերթին, ինձ բոլորը սպասում են, հերթով գալու են ու անցնեն այս պրոցեդուրան, որը որ ես եմ անցել, խնդրեմ, հերթով գալու են, դեղել են սպասում են։ Ժողովուրդ ջան, այսօրվա թերապիան կանանց կռուկ է կոչվում, հիմա սենց կռուկ նստել ենք, սենց, ես էլ իմ տեղս, հա,
Ես էլ եմ նստելու։ Եղանակը այսօր լավ է, արև չկա մեր բախտից, բայց շատ տոթ է, ասեմ իմանաք։ Դե ինչ, մեր գեղեցկուհին պատրաստվում է։ Էլի առաջի անգամ եմ մասնակցում, ճիշտն ասած, չգիտեմ ինչ ենք անցնելու։ Այստեղ գնում են նախապատրաստական աշխատանքներ, հեսա ինչ պարզ կլինի, գրելու ենք բնական քարերը։ Ձեր անունը։ Ես Տիկին Անժելան եմ, ես ինձ համարում եմ շատ հոգատար, տատիկ, մայրիկ և մարդ տեսակ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Այստեղ ուզում եմ նշել, որ կին մենք ոչ թե որպես ժնա ենք դիտարկում, հա, ոչ թե որպես wife, այլ կին մեր բնույթը, մեր էությունը։ Մերսի։ Ձեր անունը։ Ես Նելին եմ։ Ես ինձ համարում եմ բարի և հոգատար։ Молодец։ Ես Քրիստինան եմ։ Այսօր ինձ ծնունդն է։ Ես ինձ համարում եմ շատ շուտ հուզվող ու բարի մարդ։ Այսա թվերի մասին, որ խոսեմ, կիմանաք ինչ եք շուտ հուզվող։ Դուք։ Ես Լիլիթն եմ, էմոցիոնալ, տագնապային կին։ Շնորհակալ եմ։ Ես հոգատար, տատիկում եմ։ Շնորհակալ եմ։ Ես Արաքսյան եմ։ Գեղեցիկ ու բարի։ Հասանք կեսը նոր մեկը նշեց գեղեցկության մասին։ Ես Գոյանան եմ, գեղեցիկ, բարի, հա բոլորս ուզում ենք այդպիսին լինենք, բայց ես վերահսկող կին եմ։ Բայց այն հոգեբանությունը հել կտեսնեք։ Ուզած թե չուզած այդպիսին եմ, բայց ուզում ենք փոխել։ Մերսի։ Ես Ակնին եմ։ Ես ինձ համարում եմ բարի, հոգատար և ջերմի, նվիրված կին։ Բոլորս հոգատարությունը նշում ենք։ Դուք։ Ես Գայանան եմ, շփտերես ու բարի կին։ Շնորհակալ ենք նույն այդ վիբրացիաներից ենք սերում, այդ նույն լույսից ենք։ Մենք մարմնի մեջ ենք տարբեր մարմիններում, ես Ծինայի, Շուշանը իր, Լիլիթը իր։ Իրականում մենք բոլորս այդ նույն կանացի սկզբից ենք։ Եվ բնականաբար մենք ունենք նաև մուսկոյ էներգիաներ, հա, այսինքն նորմալ չի, որ մենք ունենանք միայն կանացի կետեր, որովհետև այդպես մենք չենք կարողանա աշխատել, ապրել, ինքներս մեզ պաշտպանել, մեր նպատակներին հասնել, որովհետև դա եւս մուսկոյ էներգիա է։ Բայց շատ կարևոր է այս ժամանակակից աշխարհում, որը որ ավելի շատ sense գծային, նպատակային, մուսկոյ էներգիայի վրա կառուցած սիստեմա է, չկորցնել կանացի էներգիայի հետ բալանսը։ Բոլորը տեսել եք, չէ՞, Ինդիան նշանը սև ու սպիտակ, որտեղ 90% մի գույնն է, 10% մյուս գույնը։ Ու բալանսը հենց դրանում է գտնվում, երբ որ մենք գտնվում ենք կնոջ մարմնում, մենք 90% ունենանք մեր էներգիայից, հա, որպեսզի մեր հորմոնները չտուժեն, մեր ցիկլը, հա, մեր ռեպրոդուկտիվ սիստեմը չտուժի, եւ 10% համարդու էներգիա եւ հակառակը։ Եվ ինչքան մենք գնանք դեպի մուսկոյ կաչեստվաներ, համարտային, այնքան մեր կողակիցը կամ ապագա կամ ներկայական չի, ինքը այնքան լինելու է կանացի ավելի հատկանիշների մեջ, որպեսզի այդ բալանսը պահպանվի։ Դրա համար մենք յուրաքանչյուրս գիտակցաբար պետք է աշխատենք մեր էներգիայի վրա, որ կարողանանք հարմոնիայի մեջ լինել։ Հիմա տեսեք, արդեն նշեցի ժամանակակից աշխարհի համակարգի մասին,
քանի որ տղամարդու հորմոնները կայուն են, հա, տեստեստերոնը ինքը օրվա մեջ փոխվում է, բայց իրանք ամսվա մեջ, տարվա մեջ միշտ են ստատիկ են, արևի էներգիայի նման, հա, այսօր նաև ամառային արևադարձն է, իրանք միշտ կայուն, իրանց էներգիան կա, իհարկե ինչ-որ ժամանակաշրջաններում կախված հանգամանքներից փոփոխվում է, բայց կնոջ օրգանիզմը ապրում է ցիկլերով լուսնի նման, եւ կնոջ հովանավոր մոլորակը լուսինն է, եւ ոնց է, չէ, լուսինը սկսվում է նորալուսնից, աճող լուսին, լիալուսին, նվազող լուսին, այդպես եւ մեր օրգանիզմն է, եւ հին մշակույթներում, քաղաքակրթություններում, Իսիդայի ժամանակ, ինչ-որ տանտրիկ մշակույթներում եւ այլն, այդ ամեն ինչը լավ գիտակցելով, իրանք ուսումնասիրել են, հատուկ տեխնիկաներ են մշակել եւ ապրել են լուսնի օրացույցով։ Եվ այդ ժամանակ կանայք ավելի առողջ են եղել, ավելի երջանիկ են եղել եւ ավելի շատ ուժ են ունեցել։ Ոչ թե այն ուժը, որ մենք դնում ենք նպատակ ու սենց գծային հասնում ենք դրան, այլ մենք ունենում ենք ցանկություն ու այդ ցանկությունը ձգտում ենք դեպի մեզ։ Եվ շատ կարևոր է, որպեսզի կինը գիտակցի իր դաշտանային ցիկլի, որ փուլում է ինքը հիմա, ու ըստ այդ ցիկլերի կազմակերպի իր առօրյականում։ Լավ, օքեյ, առա այդ շորու կոշիկը, հետո ինչ եմ անելու, ես առավոտից իրիկուն այդտեղ փակված, հա։ Ու վստահ եմ, այդ շատ ծանոթ սցենար է բոլորիս, որովհետև մենք ընտրում ենք նենց աշխատանք, որը լավ գումար կբերի, որը որ հարմար կլինի, կնոջ համար հարմար կլինի, հարմար ժամեր կլինի, բայց չենք ընտրում այն աշխատանքը, որը որ մեզ երջանկացնում։ 4-եր ունենք։ Ես Վաու։ Դուք հենց 4, թե 10-ներ։ հունվարի 4, Ահա, դուք 31 վա, ահա, 22 4-երը դուք շատ ճիշտ նշեցիք, որ կարող է ասենց մի քիչ մուժկոյ կաչստվաներ ունենանք, որովհետև 4 այդ արկանը կոչվում է իմպերատոր։ Եվ իրանք ծնվել են ղեկավարելու համար։ Դուք էլ կարծեմ, չէ՞, դա նշեցիք, որ վերահսկող եք։ ճիշտ։ Եթե տրոյկաները իմպերատրիցայի էներգիան են կրում, 4-ը իմպերատորի։ Եվ շատ կարևոր է 4 ունեցող կանանց համար գիտակցաբար իրանց էներգիաները տանել 3-ի, հա, այսինքն ավելի կանացի։ Ինչն է դրան օգնում։ Ժենսկի կրուգեր, բյութի ինչ-որ պրոցեդուրաներ, սպա եւ այլն, բայց ամենակարևոր բանը 4-երը վախ ունեն ենթագիտակցորեն մի օր գումար չունենալու ու իրանք դրանից Ճիշտ է։ անդադար աշխատում են։ Իրանք Ճիշտ չեն է։ կարողանում։ Ես գիշեր ցերեկ աշխատում եմ։ Իրանք որ sense նստել մի հատ ֆիլմ նայեն, կարող է տագնապ սկսի, որ վայ ես անիմաստ ժամանակս վատնում եմ։ Ես որ ստեղ եմ արդեն տագնապում եմ։ Հա։ Դրա համար կարող է դուք նոր sense անջատվեցիք եւ այլն այդ պրակտիկայի ժամանակ, հետո տագնապ միացավ, որ վայ ես ես, չգիտեմ, ինչ որ գործողություն չեմ արել այս ժամանակ։ Դա հենց այդ խոսում է այդ առաջին չակրայի մասին, որ երբ որ մարդ այդ հենարանը չի զգում, ինքը տագնապից անդադ աշխատում է։ Այստեղ անգամ կարող են խնդիրներ առաջանալ հակառակ սեռի հետ, որովհետև ոնց որ տղամարդու հետ մրցի կամ ասեմ ավելին, դուք ձեր դաշտ կարող եք ձեզնից թույլ տղամարդկանց ձգել։ Այսինքն ավելի անպատասխանատու, ավելի չաշխատող, սենց, ավելի սենց կնոջ էներգիայի մեջ։ Բա ինչ անել։ Ինչ անել։ Աշխատել, բաց թողնել այդ վերահսկողությունը, որը որ ինքը քեզ աշխատանքա ու ոչ մեկ դա չի կարող հա քո փոխարեն անել։ Այսինքն եթե դու մտքով եկել ես պրակտիկա, մարմնով եկել ես պրակտիկա, բայց մտքով գործի տեղը տեսնես այս ֆայլը այս ինչ արեցին կամ տունը այս ինչ արեցին, դա դու պետք է քո հետ աշխատես։ Ժենսկի պրակտիկաներ, գնալ բարի, գնալ մասաժների, հա, որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել կանանց հետ եւ հատկապես հարաբերությունների մեջ փորձել այդ 4-երը գիտեք ոնց են որ я всё сама ես ավտոս կտանեմ Խադավիկի մոտ ես չգիտեմ ծանր պահարանը կգնեմ Ես էլ եմ կան 4 չեմ, բայց ինչ թիվ է 8 դե 8-ն էլ պակաս 4-ը չէ հեսա կանադառնա ոնցերի այդ 4 կա մեջ 8-ն էլ է մուսկոյի էներգիա իրական որովհետև այդ նույն վերահսկողության էներգիան է երբ որ դու չես վստահում որ ինչ-որ մեկը կարա ասում ես լավ է ավել լավ է ես անեմ հեսա մի 8-ին է կանադառնում հա այսինքն դա ինքդ քո հետ գիտակցաբար աշխատանք հա ես էլ ունեմ իմ մատրիցայում 4-եր ու ես գիտեք ոնց եմ պարզ է չէ որ նոթբուքը ես կարամ վերցնեմ երրորդ հարկից իջացնեմ ներքև ու երբ որ տանը մենակ եմ ստիպված տենց էլ անում եմ
բայց ես գիտակցաբար, որ խնդրեմ նոթբուքս իջացնես, որ ոչ իմ կանացի էներգիան տուժի, ոչ էլ ենթադրենք պապաս ժամանակից շուտ տենց արդեն ինքը իրան օգտակար զգա, որպես խամած կա, պաշտպան, կամ հարաբերությունների մեջ, այսօր բոլորս է կարանք մի հատ զանգով, թե մեքենայի հարցերը լուծենք, թե ինչ-որ աշխատանքային այլ, բայց գիտակցելով մեր էներգիան, մեր հորմոնները, մեր այդ ամեն ինչը պետք է մենք պրոստը թողնենք, որ այդ անի ուրիշը, սովորենք օգնություն խնդրել, որ բարդ է, բայց օրինակ տեսեք, նոր որ բարձրանում ենք, իմ պարուսակը ծանր էր, նենց չի որ չէի կարա բարձրացնել, ու վստահ եթե մեր այդ խամարտ չլիներ, հա, ես ինքս կբարձրացնեի, բայց ես խնդրեցի այդ խամարտում, որ համ ինքը իր ռեալիզացիայի մեջ լինի, համ էլ ես իմ կանացի էներգիայի մեջ լինեմ, ու դա իրոք եմ ասում, գիտակցական աշխատանք է, որ ամենով պետք է քո հետ տանես, որը որ հեշտ չի, բարդ է, բայց ցանկության դեպքում հաստատ անհնար չի։ 5 Ահա կարիերայի պահով։ Նայեք, 4-երը պետք է նենց կարիերա ընտրեն, որ էլի իրանք ղեկավար պաշտոն լինեն կամ բիզնես ունենան, որովհետև իրանք շատ լավ կարողանում են ղեկավարել ու կառավարել։ Ու եթե դու նենց տեղ աշխատես, որ քեզ ղեկավարեն, կառավարեն, դու այդ քո լիդերի էներգիան էլի տանելու ես հարաբերություններ, որտեղ փորձես ամեն ինչ ինքնուրույն անես, վերահսկես եւ այլն։ Դրա համար, հա, ահա։ Ես 22 քույրն եմ, ես հիմա պետական ծրագրերի ղեկավար եմ եւ դասախոս հենց տեղում, բայց միշտ միտք է գալիս, Բայց շատ լավ է։ էլի ինձ ասել եմ, որ նաեւ ստեղծագործելու ոլորտում պետք է ինչ-որ ստեղծել, իսկ մտածում եմ դա Տենց ավելի խոր նայելու համար կա մատրիցայում կարիերայի ոլորտ, ֆինանսների, որտեղ նայում ես, հա, ոնց ավելի ճիշտ է առաքելությունը կազմել, բայց 22-ի պարագան դասախոսությունը շատ լավ է, որովհետև դու մարդկանց աչքի առաջ ելույթ ես։ Բայց 4-ի համար շատ կարևոր բան ասեմ, հնարավորության դեպքում ինչ-որ ինվեստիցիաներ, ավանդ եւ այլն, այդ ամեն ինչը ունեցեք, որպեսզի ձեր այդ անվտանգության զգացումը լինի, հա, ու դուք տագնապից դրդված չաշխատեք։ Նենց որ եթե հնարավորություն եք ունենում, ինչ-որ անշարժ գույքի ինվեստիցիա կամ վարձով տուն տալ եւ այլն, այդ ստեղծեք, որպեսզի դուք այդ հենարանը ունենաք։ Ու շատ կարևոր է, ձեր մարմնում շատ էներգիա կա, պետք է անընդհատ շարժման մեջ լինել, անընդհատ սպորտ, պարկ, քայլել, շարժվել, զբոսնել, հա, ու դրանով դուք ավելի շատ էներգիա կգեներացնեք։ Հակառակ դեպքում կարող նույնիսկ ինչ-որ ներքին ագրեսիվություն սկսվի։ Ես սպորտի չեմ գնում, Հա, էներգիաս ճիշտ հատակին։ 5 ունենք, 5 հենց, 15, չէ, մեզ պետք են 5-եր, 14-եր, 23-ներ, ահա, տեսեք, եթե մարդ իրա մատրիցայում ունի 5 կամ առավել եւս ծննդյան թիվն է 5, ինքը ծնվել է գիտելիքներ փոխանցելու համար։ Դուք շատ եք սիրում սովորել, նոր բաներ բացահայտել, նոր մարդիկ, նոր կապեր, հա, եւ շատ կարեւոր է, որ ձեր ռեալիզացիան կապված լինի այդ ձեր հոբիները, ձեր ինչ-որ մասնագիտական գիտելիքները փոխանցելու, որովհետեւ համարվում է, որ դուք գիտելիքի շղթան եք, ու եթե դուք այդ շղթան փակում եք, մենակ սովորում եք ու չեք տալիս, բլոկավորում եք ձեր առաքելությունը։ 5-երի մինուսը ինչու՞մն է կանում, իրանք կենտրոնացման բացակայություն ունեն, հա, այսինքն իրանք մի բան սկսում են, կիսատ են թողնում, կամ միանգամից մի քանի բան են սկսում, էներգիան չի բավականացնում, կամ մարմնով ստեղ են, մտքով եսին որտեղ։ Դրա համար շատ կարևոր է զարգացնել կենտրոնացումը։ Ինչպես նաև 5-երը պետք է սովորեն ընդունել այլակարծություն եւ անվճար խորհուրդներ չբաժանել։ Այն մարդը, որ ունի 5, ինքը բոլորի կյանքում ուսուցիչ է։ Բայց երբ որ ինքը դա ներդնի իր ռեալիզացիայի մեջ ու սկսի դրանով գումար աշխատել, ինքը չի սկսի բոլորին այն ձրի խորհուրդներ տալ։ Բայց 5-ը այն մարդն է, որ տունը կասի սրա տեղը ստեղ չի, ով է դրել, սրա տեղը ստեղ է, ստեղ պիտի դնեն, որովհետեւ իր մեջ այդ ուսուցչի էներգիան ուղղակի պետք է ճիշտ ռեալիզացնել։ Իսկ այդ թվերը մենակ կանանց մասին է, թե տղամարդկանց էլ։ Իհարկե կան թվեր, որ տղամարդկանց ու կանանց մոտ մի քիչ այլ կերպ են դրսևորվում, բայց հիմնական մասը նույն ձև է։ Շնորհակալություն։ Իհարկե։ Իսկ կա
կարիերայում ո՞ր ոլորտը բացի ուսուցանումից նույն ձև էներգիա կտակ։ Կարևորը ունենաք ազատ գրաֆիկ, որովհետև հինգերը տանել չեն կարողանում սահմանափակումներ։ Եթե դուք ունենաք ազատ գրաֆիկ եւ 23-ի պարագայում ստեղծագործական աշխատանքը, որտեղ դուք կստեղծեք, որտեղ ձեր ձայնի միջոցով դուք ինֆորմացիա կփոխանցեք, ուսուցանել խոսքը չի գնում դպրոցում աշխատելու մասին, հա, ենթադրենք դուք ինչ-որ հոբի ունեք ու դրա վերաբերյալ տրեյնինգներ եք կազմակերպում եւ այլն, հա, դա նույնպես ուսուցում է, կամ բլոգ եք վարում դրա մասին, օրինակ իրավաբան է, հա, ընտրել է իրավաբանությունը, բայց ինքը ունի 5 կամ 5-ին է ծնվել, ինքը սկսում է բլոգ վարել, տրեյնինգներ կազմակերպել եւ այլն, դա շատ կարեւոր է։ Բայց 5-երի համար կարևոր է ընտրել մի ուղղություն ու այդ ուղղության վրա արդեն կազմել, հա, իր կարիերան, որտեղ 5-երը այն մարդիկ են, որտեղ ցանկացած ոլորտում աշխատել են, լրագրողից սկսած մինչև, չգիտեմ, բանկ, սպորտ եւ այլն, ամենտեղ իրանք ռեալիզացնում են իրենց, որտեղ շուտ են ձանձրանում նույն բանից։ Իսկ ինչ տիպի տղամարդ է շարժում։ 5-ը այնքան ազատությունն է սիրում, իրան պետք է նենց խամարդ, որ իրան չվերահսկի, բայց նաև նենց խամարդ, որ իրան այդ հողակցում, այդ գրաունդինգը տա, որտեղ 5-ը սենց քամու նման է, ու իրան պետք է խամարդ, որ սենց կասի հոպ մի րոպե, հանգիստ, բայց չսահմանափակի իրան։ Իմիջիալոց ես, եթե խոսում ենք համատեղելիությունից, ես միշտ ասում եմ, որ չկա անհամատեղելի կամ համատեղելի թիվ, մենք ընտրում ենք սրտով այդ մարդուն, երբեք չեմ խորհուրդ տալիս սենց ընկնել ծայրահեղության մեջ Ուր ամես տղեն, թող գա մի հատ էս դինամիկը միացնենք, էլի։ Մահեյ! Կարևորը ինքնավստահ է։ Մահեյ! Մահեյ! Արի!
Ձախ, աջ, ձախ, ձախ, աջ, ձախ եւ հեյ դարարա իրարարա դարարա պատրաստ եք երաժշտությանը, չէ՞։ Շատ լավ է։
Բոլորը եկեք, հա, բոլորով եկեք։ Արի, հա, արի, կապի արի։ Դա շատ հեշտ է իրականում։ Ձեռքերը էլի ուսերի միացեք։ Առաջին ուսից եք, հա։ Կերոջ առաջին ուսից։ Ես լավ մեծ շրջան։ Կոմիտաս վարդապետի գրառած պարն եք պարելու, դա թամզարանա, որը հարսանեկան, իսական եկ պար է, բայց նախքան հաշկինակներով պարեցիք, հիմա փորձել եք ծաղկերով, չէ, հաշկինակները չի խանգարում, նախ առաջինը եկ, քանի որ նա պարետ կա, առաջինը կեքենք, հետո կպարենք, Բարային քայլերը առանց ինձ սովորացնեն, բայց երկային հատվածի համար